Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թույլ չի տալու Հայաստանից, որ դուրս գա կաթողիկոսությունը եւ անցնի ուրիշ պետություն, ինչպես նաեւ որ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին, որ իր գանձերը նաեւ արտասահման ուղարկի։ Այս հարցը շատ կարևոր է։ Մենք ձեր հետ բազում անգամ խոսել ենք նրա մասին, որ այս վտանգը իրական է։ Եվ ես իհարկե ողջունում եմ պարոն վարչապետի այս շատ կարևոր գնահատականը։ Այո, KGB-ն եւ կտրիչ Ներսյանը պատկերացնում են, որ կարող են տեղափոխել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ արտասահմանից, ավելի կոնկրետ, իհարկե, ոչ թե Ավստրիայից, որտեղ որ նախատեսված է այդ հանդիպումը, այլ Ռուսաստանից, եւ վարչապետը ասաց, Ավստրիայում, Ռուսաստանում կամ որևէ մի տեղ եւ ակնհայտորեն չի ուզում ուղիղ ասել, բայց բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, վտանգը նրանում է, որ Ռուսաստան կարա տեղափոխվի կաթողիկոսությունը եւ դա պետական անվտանգության խնդիր է։ Բոլոր այն մարդիկ, ով կօգնեն կտրիչ Ներսիսյանին եւ իր փոքրիկ խմբակին սպասարկել այս գաղափարը եւ կաջակցեն հայկական պետությունից հանել այս մեր կարևորագույն կառույցը, իրանք իմ պատկերացումով մեծագույն հանցագործություն են գործում հայկական պետության եւ հայազգի դեմ։ Ես նաեւ դրական եմ գնահատում վարչապետի խոսքերը, որ 2026 թվականի ընտրություններից հետո առհասարակ մենք չենք ունենա այլևս գործ օլիգարխների եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Վերջապես, եւ ես կարծում եմ, որ այս անգամ սա իրականում վերջի այդպիսի ընտրությունները կլինեն, երբ կընտրվի ներկան եւ ապագան կամ անցյալը, բայց ավելի կոնկրետ, հայկական ինքնիշխանությունը, հայկական պետությունը, թե գործակալները ծայրագավառ Հայաստանը դարձնելու գաղափարով շարժվող Ռուսաստանից ուղարկված հատուկ մարդիկ։ Եվ ես իհարկե այստեղ հորդորում եմ, հարգելի հայրենակիցներ, անհրաժեշտ է ձեր բոլորի աջակցությունը, ձեր բոլորի քվեարկությունը եւ ձեր բոլորի մասնակցությունը քաղաքական գործընթացներում։ Հունիսի 7-ը դառնալու է պատմական օր։ Մինչև հունիսի 7 եւ հունիսի 7-ից հետո։ Եվ ինչպես վարչապետը ճիշտ ասաց, հունիսի 8-ին մենք ուրիշ Հայաստանում ենք արթնանալու, ուրիշ հայկական պետությունում։ Եվ այն ամենը, ինչ հիմա արձանագրված է, իհարկե նաև վերաբերվում է կտրիչ Ներսիսյանին։ Մենք հունիսի 8-ով այդ նոր օրով հայկական պատմությունում լուծելու ենք միանգամից բոլոր գործակալների հարցը։ Հայ առաքելական եկեղեցին վերադառնալու է հայկական պետության ազդեցության տակ օտար պետություններից, զուգահեռ դրա գործակալների, օլիգարխների հարցերը օրակարգային այլևս չեն լինի։ Բա ինչ հարցերը կլինեն օրակարգային։ Այո, մենք դրանից հետո շատ ավելի ակտիվ ենք քննարկելու իշխանության էֆեկտիվության հարցը, շատ ավելի բարձրաձայն ենք խոսելու խնդիրների մասին, որը պետք է լուծել եւ դրանով ձևավորելու ել ավելի առողջ քաղաքական մթնոլորտ։ Այո, Հայաստանում նաև պետք է ձևավորվի առողջ եւ ճիշտ ընդդիմություն։ Եվ այդ ուղղությամբ մենք նաև ձեր հետ միասին բոլորը պետք է գործենք։ Ուստի այս ընտրությունները ոչ միայն քաղաքացիական պայմանագրին, այլ նաև հայամետ, արևմտամետ, առողջ ժողովրդավարական ուժերին աջակցելու մասին է։ Այդպիսիներն են մի քանի օրինակ բերելով, ասեմ, Հանուն Հանրապետության եւ Հանրապետություն կուսակցությունը եւ ուրիշ նաև ուժերը ավելի փոքր ծավալով ներկա այսօր Հայաստանի ներքաղաքական դաշտում, բայց ամեն դեպքում կարևորագույն հարցը այն է, որ մենք լուծելու ենք այդ ուղղությամբ բոլոր խնդիրները։ Զուգահեռ դրա վարչապետը իր ասուլիսում նաև խոսեց երկաթուղին պետականացնելու մասին։ Եվ կարող է մեկը հարց տա այստեղ, թե ինչ կապ ունի երկաթուղին, կտրիչ Ներսիսյանը եւ այս օլիգարխների մասնակցությունը Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Կապը ակնհայտ է։ Այս բոլոր հարցերը վերաբերվում են հայկական պետության ինքնիշխանությանը եւ պարոն վարչապետը ճիշտ ասաց, որ Պապ Թագավորի սպանությունից սկսված Հայաստանի բաժանումը, ես հիշեցնեմ հարգելի հայրենակիցներ, դա հռոմեական կայսրության եւ պարսկական կայսրության միջև Հայաստանը բաժանելու գաղափարն էր
Իսկ Պապ թագավորի գլխավոր առաքելությունը վերաբերվում էր Հայաստանի ինքնիշխանությունը պահելուն, զարգացնելուն եւ ամրապնդելուն, եւ միևնույն ժամանակ ինքը չէր ճնշում եկեղեցին։ Կարևոր է սա արձանագրել, ինքը ճնշում էր հոգևորականներին, որոնք փորձում էին քաղաքական դերակատար դառնալ եւ տարբեր կայսրությունների այդ իրավիճակը օգտագործել իրանց սեփական շահերի նպատակով։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ասելով, որ վերսկսվելու է այն գործընթացը, որը Հայաստանում ավարտվել է Պապ թագավորի սպանությունով, բացահայտ իրեն փորձում է նաև մի քաղաքական պատկերի մեջ դնել նպատակների առումով, գաղափարների առումով Պապ թագավորի գործունեության հետ առնվազն իր ուղին շարունակելու գաղափարի հետ։ Ես սա շատ դրական եմ գնահատում, որովհետև Պապ թագավորի գաղափարը եւ այսօր մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի նաև գաղափարը կայսրություններից եւ մեր բոլորի գաղափարը, դա նաև շատ կարևոր է արձանագրել։ Սա անձերի մասին չէ, սա մեր ազգային եւ պետական քաղաքականության մասին է։ Մեր գլխավոր գաղափարը վերաբերվում է նրան, որ կայսրությունների իհարկե միջավայրում ենք մենք ապրում, բայց մենք պետք է ոչ թե կայսրությունների այդ միջավայրի հետևանքով Հայաստանը թուլանա եւ իր ինքնիշխանությունը հանձնվի, եւ ոչ թե հոգեվորականները այստեղ պետք է քաղաքական դերակատարներ դառնան եւ կատարեն որևէ կայսրության ցանկությունները այստեղ, այլ պետք է հայկական ինքնիշխանությունը լինի ապահոված այդ կայսրությունների մրցակցության իրավիճակում։ Սա այլընտրանք չունի եւ սրա ճանապարհը իհարկե վերաբերվում է հենց ընտրությունների միջոցով Հայաստանում ամրապնդել այն մանդատը, քվեն, որը ունի այսօրվա իշխանությունը։ Այդ ամենով մենք որոշելու ենք այս կարևորագույն հարցերը։ Զուգահեռ դրա, հարգելի այրենակիցներ, պետք է ասել, որ իհարկե Կտրիչ Ներսիսյանի հարցը իմ պատկերացումով պետք է մոտակա շաբաթների ընթացքում լուծվի։ Ես պարոն վարչապետի գնահատականը կիսում եմ, որ լեգիտիմությունը շատ կարևոր էր այս գործընթացում եւ հանրությունը պետք է մասնակցեր եւ ներկա լիներ այս ամբողջ հարցում, որը վերաբերվում էր մեր եկեղեցին ազատագրելու հարցին եւ գործընթացին, բայց զուգահեռ դրա արձանագրում եմ եւ ակնկալում եմ ձեր աջակցությունը նաեւ մեկնաբանություններում գրելով, որ մենք պահանջում ենք այս հարցը վերջնական լուծվի մոտակա շաբաթների ընթացքում։ Ոչ միայն թույլ չտրվի, որ Կտրիչ Ներսյանը փախուստի դիմի եւ որևէ ուրիշ պետությունում, ավելի ճիշտ իր սեփական հայրենիք Ռուսաստանում այնտեղ ձևավորի քաղաքական առումով։ Կտրիչ Ներսյանի քաղաքական հայրենիքը Ռուսաստանն է եւ սովետական միությունը եւ այդ գաղափարներով է ինքը շարունակում շարժվել եւ մի մաս նաեւ մեր հոգեվորականների բարդ է ասել մեր եկեղեցում գտնվող հոգեվորականների, որովհետեւ հոգեվորականները, որոնք ծառայում են օտար պետության գաղափարներին, մերը չեն կարող համարվել, դա պարզ է։ Եվ այդ գործընթացում իհարկե պետք է հստակ ասել, որ եկեղեցու ազատագրումը նաեւ այս փուլում արդեն պահանջում է հստակ եւ կոնկրետ քայլեր իշխանությունների կողմից։ Այսինքն ժողովրդի աջակցությունը կա եւ պահանջվում է կոնկրետ քայլեր։ Ինչպիսին պետք է լինեն այդ քայլերը։ Ես շարունակում եմ պնդել, որ քաղաքացի Կտրիչ Ներսյանն է միակ իրական խնդիրը բարենորոգման օրակարգը առաջ տանելու համար։ Եվ այդ ուղղությամբ անհրաժեշտ է պարզ քայլեր։ Եվ դա վերաբերվում է կոնկրետ Կտրիչ Ներսիսյանի ձերբակալությանը։ Այսինքն առանց այդ գործընթացի Կտրիչ Ներսյանը շարունակելու է եկեղեցին օգտագործել ինչպես քաղաքական գործիք ներքաղաքական օրակարգում, որը հիմա ակտիվանում է Հայաստանում այս կարևորագույն ընտրությունների շեմին։ Զուգահեռ դրա ես նաև պետք է ասեմ, որ ես ողջունում եմ քաղաքացիական պայմանագրի կողմից ներքին քվեարկության գործընթացը։ Դա եւս մեկ անգամ ցույց է տալի ժողովրդավարական զարգացումը Հայաստանում եւ ասեմ ձեզ մարդ Վրաստանից, որը շատ լավ նաև ճանաչում է Վրաստանի ներքաղաքական դաշտը, որ Վրաստանում նույնիսկ կարելի ասել, որ երազանքի մակարդակով է հիմա պատկերացնել, որ պրայմերիզի նման գործընթաց է տեղի ունենում իշխող կուսակցությունում։ Առհասարակ իշխող կուսակցության իր ներկայացուցիչների կապը հանրության հետ աննախադեպ է Հայաստանում։ Ենթադրում եմ, որ Հայաստանի քաղաքացիների մի մասը կարող է դա լավ չի զգում, որովհետև ներսում գտնվելով արդեն սովոր են, որ կարող են փողոցում, կարող են որևէ սրճարանում, կարող են Facebook-ում on-line որևէ տեղ հանգիստ քննարկել հարցերը, կապնվել վարչապետի հետ, նաև պատգամավորների հետ, նախարարների հետ եւ այլն։ Դա անհնար է խոսքին Վրաստանի իրավիճակում։ Այստեղ իշխանության ներկայացուցիչները պահկվում են սեփական
ժողովրդից։ Եվ այդ տրամաբանությամբ իհարկե մենք պետք է նաև գնահատենք, թե ինչ ժողովրդավարական կետի ենք հասել։ Բայց այդ ժողովրդավարական կետի հասնելու ապահովությունը նաև նրանում է, որ ժողովուրդը պետք է հստակ իր քվեով աջակցի այդ գործընթացին, որի մասին վարչապետը խոսում է։ Ռազմավարական օբյեկտները հայկական պետությունին պետք է պատկանեն։ Հայ առաքելական եկեղեցին օտար ազդեցությունից դուրս պետք է լինի եւ պետք է լինի միայն հայկական պետության ազդեցության տակ։ Եվ որևէ մեկը ով տեսնում է, որ դա թշնամական է, որ հայկական պետությունը ունենա ազդեցություն հայ առաքելական եկեղեցու վրա, ապա ես ձեզ հարց եմ ուղղում. ինչպես է պատահում, որ դուք այսքան տարի լուր էիք, երբ հայ առաքելական եկեղեցու վրա ազդեցություն ուներ Ռուսաստանը եւ ոչ միայն, ուրիշ նաև պետություններ։ Ինչպես է պատահում, որ դուք լուր էիք եւ հիմա դուք դեմ եք եւ հայկական պետությունը այս գործընթացում անում է այնպես, որ ինքը լինի։ Եվ պետությունը լինելով մենք բոլորս լինենք, ուրեմն, որովհետեւ պետությունը հայ հանրությունն է, պետությունը ամենակարևոր մեր արժեքն է եւ պետությունը այն է, ինչու շնորհիվ մենք փաստացի կարող ենք նաև ազդել, որովհետև պետությունում ժողովուրդը ընտրում է եւ լեգիտիմություն կա, ժողովրդավարություն կա, իսկ այդպիսի գործընթացներ չկան շատ եւ շատ կառույցներում։ Եվ կարճ այստեղ նաև ավելացնեմ, որ հայ ընդհանուր բարեգործական միության այդ հայտարարությունը, որը ես տեսա, իմ համար շատ մտահոգիչ է, եւ այդ մարդիկ լուր էին, երբ հարցը վերաբերվում էր Կտրիչ Ներսիսյանի կողմից մեր եկեղեցին պղծելուն, իսկ հիմա երբ Կտրիչ Ներսիսյանի փրկության հարցն է դրվել, ապա ՀԲՄ միանգամից այսպես ակտիվ հայտարարություններ արեց եւ խոսում է նրա մասին, որ այս գործընթացում կարող է կապը խզվի Սփյուռքի հետ։ Ուրեմն Սփյուռքի հետ կապը վաղուց խզվել է եւ Կտրիչ Ներսիսյանի փոքրիկ խմբակը այդ գործընթացում շատ ակտիվ մասնակիցներ էր։ Տեսեք, թե ինչպես դատարկեն եկեղեցիները ամենտեղ եւ տեսեք ինչ հարաբերություններ է առասարակ Սփյուռքում։ Նույնիսկ չասեմ, որ Սփյուռքում երկու եկեղեցի է ձևավորված եւ առանձին ուրեմն Կտրիչ Ներսիսյանի ղեկավարությամբ այս Մայրաթորեչ Սուրբ Էջմիածնի տրամաբանությունով գործող ուրեմն եկեղեցին եւ երկրորդ տրամաբանությունով հատկապես արևմուտքում նաեւ մենք ունենք, գիտեք, Կիլիկյան կաթողիկոսության ներքո գործող եկեղեցիներ, այսինքն պարակտումը եւ խնդիրները վաղուց ներկա են։ Արդեն չեմ ասում, որ այդտեղ տրամաբանություն նաեւ կար եւ բաժանում կար դաշնակցության եկեղեցի, ոչ դաշնակցության կամ պակաս դաշնակցության եկեղեցի եւ այլն։ Այսինքն կուսակցական գործընթացները եկեղեցում եւ Սփյուռքում վտանգավոր գործընթացներ են Կտրիչ Ներսիսյանի կողմից ստեղծված եւ վերադառնալով ամենակարևոր թեմային, ես ողջունում եմ եւ շաբաթներ առաջ ես նույն Civic-ում խոսել էի սրա մասին, որ պետք է կանխվի այս գործընթացը Կտրիչ Ներսիսյանի կողմից փախուստի դիմելու, այդ թվում կաթողիկոսությունը տանելու Հայաստանից եւ գանձերը ենթադրում եմ եւ վարչապետը երբ երեք ասաց, որ ինքը անձամբ դա թույլ չի տալու, ես իհարկե շատ գոհ եմ այդ հայտարարությունից, շնորհակալ եմ եւ արձանագրում եմ, որ սա այն է, ինչ ես հորդորում եի, որ արվեր, այսինքն սա շատ կարևոր է եւ ես գոհ եմ այդ ուղղությունով եւ դրանով համոզված եմ, որ մենք կհասնենք մեր շատ նպատակներին։ Հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ ուշադրության համար, չենք մոռանում անպայման լայքել այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները եւ բաժանորդագրվեք, կհանդիպենք, ցտեսություն։